Այսօր մտածել, թե եվրոպացի կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է կամ մանկամտություն է ուտի ճիշտ։ Ոչինչ չկա։ Հա Մակրոնը ինչ որ մի սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, միգուցե ոնց Հայաստանի վարչապետին մի հատ վարչապետի հետ կգրկա խառնվի, ինքը սիրում է գրկա խառնվել ընդհանրապես, դրանով ամեն ինչ ավարտվելու։ Հիմա կա երեք պետություն, որոնք հողի վրա այս տարածաշրջանում իրականում կարող են դերակատար լինել։ Կրկնեմ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Հիմա որ երկիրն է մեզ ավելի հոգի հարազատ։ Շատ բարձր հարց է դուրս։ Որ երկրի հետ են մեր տնտեսական կապերը ավելի ուժեղ։ Ունեն պատմություն այդ կապերը եւ ունեն ծավալ։ Հսկայական ծավալ։ Որ պետությունն է այդ երեք պետություններից ամենից հզոր իր պոտենցիալով, եւ տնտեսական, եւ ռազմական, եւ որ պետությունն է մշակութային առումով մեր հետ շատ ավելի մոտ։ Այստեղ այն հարցերն են, որտեղ որոնց չկան sense բազմակարծիքության բան չի կարող լինել։ Նաեւ մշակութային կոդով ամենից մոտ պետությունը մեզ համար Ռուսաստանն է։ Հիմա մյուսը Թուրքիա։ Կարող է Թուրքիայի հետ մենք ունենանք այս ինչ որ ասում եմ, այս բոլոր կոմպոնենտները կան, թե չկան, երկը չկա։ Ավելինը մեր հարաբերությունները ծանրաբեռված են պատմական լիք պատմական բեռով, շատ ծանր բեռ։ Հիմա ուրեմն մենք պետք է ճիշտ կողմնորոշենք եւ ասենք մեր անվտանգության համար ինչ է պետք։ Դա այն է ինչ առաջին նախագահից սկսած մինչեւ երրորդ նախագահ Հայաստանը անում էր։ Որին պետք է այդ հարաբերությունները ոչ թե շպագատով փորձել կարգավորել։ Շատ հստակ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Սա այն կոմպոնենտն է, որը միացնում ես ներսում կազմակերպվածության քո պոտենցիալը բացահայտելու շատ ծանր աշխատանքով եւ այս երկուսը միացնելով դու ապահովում ես քո անվտանգային հարցերը։ Ճիշտ այնպես ինչպես դա արել էինք։ Վերջը բավական երկար տարիներ։ Սա այն դեպքը չի, որ մենք բազմաթիվ այլընտրանքներ ունենք։ Ոչինչ չկա։ Եվրոպայից վերջի այս քննարկումները անիմաստ քննարկումներ են։ Հա, սիրուն ինչ որ թեմա է, բայց այդ թեմայի նաև հենց եվրոպացիք չեն էլ արձագանքում։ Այսօրվա վիճակում կա միակ նպատակ։ Ռուսաստանի վատություն անելով Ուկրաինայի միջոցով, Հայաստանի միջոցով մեկ այլ ինչ որ գտնել այլ երկրների, որոնց միջոցով կարող է ինչ որ վատություն անել։ Սա ռազմավարություն չի։ Սա ուրիշի ձեռքում գործիք հանդիսանալ։ Սա ինչ ենք ուզում։ Լավ, փոքր հավելում անում եմ, մենք իհարկե այնքան միամիտ չենք, որ հավատանք, որ աշխարհակահական հարաբերությունները միակողման են, ոնց որ սրանք, ասենք, խորհրդարանում Եվրոպա գնալու նախագիծ են ընդունում, այո, համաձայնելով ձեզ, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը եւս ուրիշ է եւ այդ համագործակցությունը պիտի փոխադարձաբար լինի։ Մենք աշխարհում արդյոք Ռուսաստանի համար Հայաստանը առավել մեծ նշանակություն կամ զգալի նշանակություն ունի, կամ Թուրքիան, Ադրբեջանը, որոնք մեր հակառակորդներն են եւ բնականաբար իրենք էլ են աշխատելու։ Այստեղ ինչպես պետք է բալանսավորել, որ մի կողմից Ռուսաստանը լրացնի անվտանգության այն բացը, որ մենք ունենք, մյուս կողմից Թուրքիա եւ իսկ կա ուրիշ պետություն, որը ավելի է շահագրգռված Հայաստանով, քան Ռուսաստանը։ Կա այն վիճակն է, որ մենք օտարության տեղ ունենք, աշխարհը քաղաքական վիճակը ընդհանրապես այդ քաղաքականությունը դաժան է։ Հիմա մենք կարող ենք ստանալ եւ երազել ասել Ավստրալիայի հետ ուզում ենք եւ այլ Ավստրալիայի համար դու ով ես։ Դու հետաքրքիր չես ընդհանրապես։ Վերջը դու պետք է փորձես այդ երկրի շահերը համադրել քո երկրի շահերի հետ եւ հասկանալ այստեղ խաչման կետեր կան թե չկա եւ ինչքանով են լուրջ այդ խաչման կետերը եւ կառուցել ամեն ինչ դրա վրա։ Իսկ եթե դու վարում ես անհասկանալի քաղաքականություն, դու բարեկամներից թշնամիներ ես սարքում, դու բոլորի մոտ կասկածամտություն ես մտցնում, թե դու ով ես, ինչ ես հետապնդում, ինչ դու կարող ես ասել այսօր Հայաստանը
արտաքին առումով ինչ քաղաքականություն է վարում։ Ես չեմ հասկանում։ Փորձում եմ հասկանալ ու չեմ հասկանում։ Սենց սիտուացիոն, եթե հանկարծ մի քայլ արեցի Ռուսաստանի հետ, սենց մի քիչ ջերմ բարևեցի, անպայման ինչ որ բան անես, որ մի ուրիշ տեղից Փարիզից այդքան էլ քեզանից չի հաստատվել։ Սա քաղաքականություն է։ Սա ուղղակի մի խայտառակություն է, որը շատ ծանր հետևանքներ է բերել։ Եվ միջալուց դրա պատճառով է, որ մենք այն աջակցությունը, որը սպասում ենք, չստացանք մի երկու տարի առաջ։ Խաղերի պատճառով։ Ունի լս։